Տիկին Օհանյան այսօր դատական նիստն էր, որով Նիկոլ Փաշինյանը դատի է տվել հրապարակ օրաթերթին, ինչ որոշվեց այս դատական նիստին, ինչ ընթացքում է գործը եւ ինչ արձանագրեց։ Այո, սա ըստ էության երկրորդ դատական նիստն էր, որին մենք մասնակցում էինք, որտեղ դատանը առաջին նիստը առանց մեզ է իրականացրել եւ կարեւոր որոշումներ է կայացրել այդ նիստում։ Երկրորդ դատական նիստն էր, որի ժամանակ մեր փաստաբանը ներկայացրեց, որ ինչ որ նյութերին հասանելիություն չի ունեցել դատական գործի եւ ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք ծանոթանանք այդ նյութերին եւ փաստաբանը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին։ Բանն այն է, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի եւ այդ վերաբերմունքը հենց առաջի օրվանից երևում է։ Մենք առաջի դատական նիստին ցավոք սրտի ծանոթում չէինք ստացել եւ բացակայել ենք այդ նիստին եւ մեր բացակայությամբ դատարանը արդեն որոշումներ էր կայացրել այդ խնդիրը։ Երբ որ ծանոթություն չեն ուղարկում եւ առանց ձեզ է դատական նիստը կայանում։ Գիտեք, ուրեմն մի հատ 2 տարի առաջ մի օրենք են ընդունել, որով էլեկտրոնային ծանոթությունները համարում են պատշաճ ծանոթություն եւ էլեկտրոնային ծանոթությունը ցավոք սրտի մենք վրիպել է մեր աչքից, մենք չենք նկատել եւ բայց դա պատճառ չէր, որպեսզի դատական նիստը իրականացվեր։ Դատարանը, եթե պարկեշտ դատարան է, անաչառ դատարան է, պետք է այդ օրը հետաձգեր նիստը եւ սպասեր մինչեւ որ պատասխանողը ներկա կլինի, բայց ցավոք սրտի դատարանը շտապում է եւ այսօր էլ է շտապում, շատ արագ ուզում են վճիռ կայացնել եւ երևի հոգին ազատել, հա, այս գործից ու ինքն էլ արդեն ունի վճիռ ըստ էության կայացրած, դա է պատճառը, որ այդպես բան է անում։ Բայց ես կարծում եմ, որ եթե մի քիչ նորմալ դատական համակարգ ունենայինք մենք, սա շատ լավ առիթ էր, որպեսզի դատարանը ցույց տար իր անկախությունը, իր անաչառությունը եւ ակնհայտ է, որ այս հայցի մեջ չկա հիմք, չկա որևէ պատճառ, որպեսզի այդ հայցը բավարարվի, բայց պարզ է, որ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որտեղ վարչապետի հայցերը որպես կանոն բավարարվում են եւ չեն կարող մերժվել, այսպես ասենք, նույնիսկ եթե ամենաանհեթեթ ձևակերպումներով հայցեր են ներկայացվում դատարան։ Տիկին Օհանյան, կնշեք նաև ինչի համար է դատի տվել Նիկոլ Փաշինյանը հրապարակ թերթին։ Ես մի կարճ ներկայացնեմ, դեռ անցած տարվա մայիսին, երբ որ ինքը սկսեց ստատուսներ գրել եկեղեցու հոգևորականների վեհափառին ուղղված, որ հարցադրումներ էր անում, հա, ամեն օր գրում էր, պիտի ասի վեհափառը կուսակրոն է արդյոք ինքը, երեխաներ ունի արդյոք թե ոչ, խախտել է արդյոք կուսակրոնության ուխտը թե ոչ, գրում էր քեռակնոջը դոմփի SNN այս տիպի հրապարակումներ էր անում, մեր մի քաղաքացի մի փոքր տեքստ է գրել նույն ոճի մեջ իրեն պատասխանելով, որ ուրիշ հարցադրումներ էլ կարելի անել, եթե դու վեհափառին ասում ես կուսակրոն ես արդյոք երեխա ունես թե չէ, մենք էլ կարող ենք քեզ հարցնել, թե դավաճանում ես արդյոք կնոջդ, այսպիսի լուրեր կան, այս լուրերը ճիշտ են արդյոք թե ոչ, ընդհանրապես հարցադրումների ոճով արված մի հատ հռետորական հրապարակախոսական փոքրիկ նյութիկ է, որը ապշել կարելի է, որ այդ նյութի համար կարելի է դիմել դատարան, այն էլ նախկին խմբագիր, նախկին լրագրող, որ հազարավոր նման նյութեր է հրապարակել իր թերթում, բայց մարդը որոշեց, որ պետք է դիմի դատարան եւ հաղթանակ տանի լրատվամիջոցի նկատմամբ ունենալով այդպիսի անհավասար պայմաններ, հա, դու պատկերացրեք մի երկիր, որտեղ դատական համակարգ այսքան ստրկացված, ոչնչացված վիճակում է, լրատվամիջոց, որը փոքրիկ ու ֆինանսներով, փոքրիկ միջոցներով գոյատևում է եւ դրա կողքին դրա դեմը կանգնած է պետությունը, պետության առաջի դեմքը։ Ոչ մի մեր երկրի ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել դիմել դատարան որևէ լրատվամիջոցի դեմ, սա աննախադեպ մի հատ process է, ու այս իշխանությունը լիքը ցենց աննախադեպ բաներ արեց, էլի, դատական հայցեր, ճնշումներ, խոսքի համար մարդկանց բերդ տանել, այդ բոլորը մենք տեսնում ենք այս տարիներին, թե ինչ է կատարվում։ Այս հարցադրումի համար դատարանը բավարարի միջնորդությունը եւ Նիկոլ Փաշինյանը, հա, հաղթի այս դատական նիստում, սա չի նշանակում, որ վտանգվում է խոսքի ազատությունը եւ մնացած լրատվամիջոցները ինչ խնդրի առաջ են կանգնում։
Ես չեմ կարծում, որ հենց այս դատական նիստով կամ այս դատանի որոշմամբ է ինչ-որ բան որոշվելու մեր երկրում, որովհետև հիմա եթե նկատել եք մեր լրատվամիջոցները, լրագրողները շատ ավելի համարձակ են դարձել, շատ ավելի ճակերտների մեջ ասած անթույլատրելի հարցադրումներ են անում նույն Նիկոլ Փաշինյանին, հա, եւ պարզ է, որ այս երկրի վիճակը ամենաշատը ցավով տանում են լրագրողները, լրատվամիջոցները եւ ամենաշատը պայքարում են հենց լրատվամիջոցները այս իշխանությունների վարկու բարքի պահվածքի քաղաքականության դեմ։ Ուզում եմ ասեմ, այդքան մի չափազանցրեք այս հայցը ու դրա հետևանքներն էլ պետք չի չափազանցնել, այդ հայցը նույնիսկ եթե ի վնաս մեզ որոշում կայացվի, դա նույնիսկ հրապարակի գործունեության վրա չի ազդելու ուր մնաց թե այլ լրատվամիջոցների վրա, այնպես որ սա հերթական սին փորձն է ճնշել, սահմանափակել խոսքի ազատությունը չի ստացվելու, որովհետև հիմա տեսնում եք էլի մարդիկ նույնիսկ բանտից հրապարակումներ են անում, ելույթներ են ունենում, այսինքն այդ ազատ խոսքը մենք նվաճել ենք այս 30 տարվա ընթացքում, այդքան հեշտ չի լինելու դա բան անել ճնշել երկրում։